Երկրի մակերույթի 73%-ը ծածկված է ջրով։ Մարդու մարմնի ավելի քան 70%-ը նույնպես ջուր է։ Երկրի վրա ոչինչ չի կարող ապրել առանց ջրի։ Սակայն այս օրերին երկիրը ջրի մոլորակը տառապում է ջրի պակասից երկարատ ուժեղ երաշտների պատճառով։ Դա մարդկության գոյատման նախազգուշացնող նշան է։ Եթե մենք կորցնենք մեր մարմնի ջրի 5%-ը, մենք կընկնենք կոմայի մեջ, իսկ եթե կորցնենք ջրի 10%-ից ավելին, մենք կմահանանք։ Ջուրը կյանքի աղբյուրն է։ Նույն կերպ, եթե մեր հոգիներին չտրամադրվի կյանքի ջուրը, Աստծո խոսքը, մենք կտառապենք հոգոր ծարավից վերջում կկործանվենք։ Այժմ ամբողջ աշխարհը տառապում է հոգոր երաշտից։ Եվրոպայում միայն քչերն են եկեղեցի գնում, նրանց եկեղեցիները օգտագործվում են այլ նպատակներով։ Ամերիկայում եկեղեցիները հավատացյալներին խթանում են տեսողական ադրենալինով լիցքավորված մեթոդներով։ Ինչու մարդիկ լքում են եկեղեցիները, չնայած որ ծարավ են։ Դա այն պատճառով է, որ եկեղեցիները նրանց չեն տալիս կյանքի ջուրը։ Հոգոր ծարավի դարաշրջանում Աստվածաշունչն ասում է, որ հոգին հարսն մեզ տալիս են կյանքի ջուրը։ Հոգին ու հարսն ասում են. Արի։ Լսողս ասում է. Արի։ Թող գա, ով ծարավ է, ով կամենում է, թող ծրի վերցնի կենաց ջուրը։ Որոշ քրիստոնյա առաջնորդներ պնդում են, որ հարսն եկեղեցին կամ հավատացյալներն են։ Հավատացյալները, ովքեր տառապում են հոգոր երաշտից, չկարողանալով լսել Աստծո խոսքը, կամ իրենց կազմակերպություն հանդիսացող եկեղեցին չեն կարող տալ կյանքի ջուրը։ 2000 տարի առաջ, երբ մարդկությունը տառապում էր հոգոր երաշտից, մարմնավորված Աստվածն էր, որ նրանց տվեց կյանքի ջուրը։ Աստվածաշունչը մարգարեանում է, որ այսօր էլ Աստված մարմնով է գալիս մեզ տալիս կյանքի ջուրը, ինչպես 2000 տարի առաջ։ Հոգին ու հարսն ասում են. Արի։ Լսողս ասում է. Արի։ Թող գա, ով ծարավ է, ով կամենում է, թող ծրի վերցնի կենաց ջուրը։ Երրորդության համաձայն, հոգին վերաբերում է Աստծուն Հայր։ Ապա ո՞վ է Աստված Հոր հարսը։ Աստվածաշունչը մեզ ասում է, որ հարսը երկնային Երուսաղեմն է, որ նա մեր մայրն է։ Որպեսզի մարդկությունը լսի կյանքի խոսքը, ինչ կերպարանքով պետք է գա Մայր Աստվածը։ Ճիշտ այնպես, ինչպես Հայր Աստվածը եկավ մարդկային նմանությամբ, մեզ կյանքի ջուր տալու համար 2000 տարի առաջ, այս դարաշրջանում Մայր Աստվածը եկել է մարդկային նմանությամբ, նա մեզ տալիս է կյանքի ջուրը։ Միայն Աստված կարող է տալ կյանքի ջուրը, Աստծո խոսքը, որը վերակենդանացնում է հոգիները, Հոր, Որդու այժմ Սուրբ Հոգու դարաշրջանում։